Սիրելիներս նոր տեսա բանով Facebook-ով տեսա թե ոնց են մի 10 հոգով մեկին ծեծում ու սկզբից էլ լսեցի որ դու լավ տղա ես, դու վատ տղա ես, բայց ես լավ տղա եմ ու 10 հոգով մեկին ծեծում արա իդի շովքեք դուք իշ լավ տղա արա 10 հոգով մեկին կծեծեն արա այ մալադեց արա մեկ էլ որ երեխա ենք ես հիշում եմ դա հայաթում մի հատ այդպես լավ տղա կար գալիս էր ամեն անգամ մեզ կպնում էր բանման ասեցի արի իշտենք ածին ասպես ասած տենց տղայական բան կա չէ գնացինք ձոր իրար ծեծելու ու դուս եկանք իրար դեմ в общем ինձ ծեծեցին ինձ ճիշտն ասած ես ինքը ավելի ուժեղ էր նո բայց հետո ասենք անցավ գնաց բայց ոնց որ այդ կռվից հետո որ հա ինքը ծեծեց բրծավ всё վերջ ասենք բայց մեկը մեկի հետ կռվեց էլի ասենք 10 հոգով չհասան էլի ասենք վրես չէ դուք ջիշով եկեք ուղակի ես ուրիշ բան չեմ կարող ասեմ ես չգիտեմ այդ ինչ կուսակցությունն էր եթե չեմ սխալվում մասիվի թաղապետարանն էր չեմ խորացել ում կուսակցությունն է ինչն է թքած ունեմ եվրոպամետա թե բանա ճապոնամետա թե ռուսամետա կարևոր չի խոսքը Ես քաղաքականությամբ ասենք չեմ ասենք այտենց խորանում էլի ովա ճիշտ ովա սխալ զուտ ասենք այդ լավ տղու բազարն եմ ուզում տանեմ հետո մի քիչ խորացա հասկացա այդ Արտուր Չախոյանը զբաղված այն ինչ բացահայտումներով հա միգուցե եւ պրովոկատիվ բացահայտումներով որովհետեւ միշտ վատի մասին է խոսում հիշեցի քաղաքապետարանի ուրեմն ընտրություններից առաջ բորջուներ էր ջարդում, ասֆալտներ էր պոկում, բանստից, ընդից, բայց հետո ինձ որ տնտեսությունները պրծավ, ինքն էլ պրծավ այդ ամեն ինչ անելը, այդտեղ հասկացա, որ նա ոչ թե ազնիվ ուզում է ինչ-որ տենց մի տենց բան պրոբլեմ ցույց տա, այլ ուղղակի PR-ի եւ տենց ռոպագանդայի ինչ-որ պրոդուկտ է այդ ամեն ինչը, թեպետ բացահայտում մնում է բացահայտում, միշտ տարբերություն։ Հա, հետո լսեցի, որ այդ մանկապարտները դեռ չեն հանձնել, թե արդեն հանձնել, այդ էլ կարևոր, ախր այդ էլ կարևոր չէ ժողովուրդ։ Կարևոր այն է, որ մենք 21-րդ դարում շիմպանզեներից չենք տարբերվում։ Բացարձակ։ Ու գիտեք, այստեղ արդեն սկսվում է բան։ Այդ կռիվը, ասում եմ, բան Ռուսաստանից է ուղղորդված, որ դա Ռուսաստանն է այդ պրովոկացիաները անում, որ հա Պուտինը զանգի ասել է։ Գիտեք ինչ է, Արտուր Չախոյանի բերանը ջարդեք։ Հա Սրանք է ջարդել են բանտեն, պրիմիտիվ ապուշղա, չէ ժողովուրդ, ուղղակի անդաստիրակ ուռոդներ է, թե այդքան բան։ Գիտեք, շատ եթե երևույթ է կարելի է բացատրել շատ պրիմիտիվ եւ պարզ, պետք չի ման գալ ինչ-որ բաներ, էսի արտասահմանյան ինչ-որ ձեռ կա ստեղ, Պուտինի եսիմ ինչը կա, Էրդողանին եսիմ բանը կա, չէ ժողովուրդ, անդաստիրակ եք, շիմպանզե եք ուղղակի, այդքան բան։ Հիմա եթե մարդը շիմպանզե չի, ինչքան ուզում ես իրան պրովոկացիա, հա, եթե գրած շիմպանզեի աշկերին sense նայես, բան չանես, ինքը վրա է տալու, որտեղ այդպես նայելը շիմպանզեի լեզուով, ասենք, դա ագրեսիա է։ Եվ նա կռիվ կա, բայց եթե գնաս մարդուն տես նայես, եթե ինքը մարդ է շիմպանզե չի, կասի, բայց խես տես նայեմ, ինչ է եղել, եղբայր։ Չէ, ասենք խոսքը սկսի, խոսք։ Կա հոդաբաշխ բառ կա, էլի։ Տեսեք, ասենք կենդանիների մոտ մարմնի լեզուն է։ Ու տես մեկ-մեկ ինչ-որ ձայնային լեզու էլ կա, ավելի տես կազմակերպված կենդանիների մոտ, դելֆինների, կապիկների եւ այլն, հա, շների, կատուների, հա, բայց մարդու մոտ, ասենք այդ հոդաբաշխ լեզուն որ կա, նա կարող է բացա, դուք չեք կարող, դուք անասուն եք, հենց դա է։ Դա է վատը, հասկանում եք, որ ու գիտեք ինչ ասում ենք, հիմա այդ որ ասում եք Եվրոպա բան, տենց Եվրոպա պիտի գնանք, ասենք այդ շիմպանզեներով, դա զոոպարկ չկա, դե ժողովուրդ, չկա, ես հասկացա, դուք ուզում եք ընդեի զոոպարկում ձեզ տեղ տան, դե բա պրինցիպի լավ կլինի, ձերի գուտեք, խմեք, քաքեք, բան լավ այլ։ Արա 10 հոգով մեկի վրա եք հարցակցում, լավ տղա, դուք լավ տղա չեք, դուք ջիշովկա եք, արա։ Ես այդ տղուն չեմ պաշտպանում, այդ տղեն պրովոկացիաներ անում, բանը հասկացանք, բայց դուք ջիշովկա եք, հասկանում եք, այ խոսքը դա է, որ դուք թույլ եք տալի ձեզ մի քանի հետի արդեն իրա խփում է, այդ որ տենց խփում է, ինք իրա կնգանել է խփում, իր աղջկան էլ է խփում, որ աղջիկը կարող է կույս չի ախպերը, ջոգում ես ինքը տենց, որ գուշա եք այդ ում կտան բերանը կջար, դուք այդ մակարդակն եք, արա, դուք այդ մակարդակն եք, դուք աղբ եք, հասկանում եք, եւ այդ հայի աղբը մեր էլիտան է դա սարսափելի, որ ժողովուրդը տես չի իրականում,
Լիքը մարդ կա, որ ասենք զարմացել է հիմա։ Լիքը։ Նենց հետարքիր է, ես միշտ մտածել եմ այդ մեխանիզմը, ոնց է մարդ, ինչու են ղեկավարները մեծ մասամբ ուռոդներ, ասենք դուք չեք զգացի ամբողջ աշխարհում է այդպես, մենակ Հայաստանում չի։ Եթե մարդ հասնում է թաղապետի, քաղաքապետի, նախագահի, վարչապետի, բան մակարդակին, ուրեմն նա մի քիչ թերի մարդ է, մեր մոտ դա այտենց է։ Ես շատ եմ ուսումնասիրել, մտածել եմ ինչու է դա այտենց, բայց դա շատ լուրջ թեմա է, շատ լուրջ թեմա է, եւ գիտեք դա ամբողջ աշխարհով է այտենց, որովհետեւ այն մարդը, ով որ խելոք է, ով որ դաստիարակված է, ով որ ունի ինչ-որ արժեքներ, ինքը ինչ-որ մի պերիոդ իր կարիերայի աճի ժամանակ իրան ինչ-որ բաներ չի կարող թույլ տա, չի կարող թույլ տա ինչ-որ մեկի վրայով անցնել, չի կարող թույլ տա ստորություն, չի կարող թույլ տա գողություն, մարդասպանություն եւ այլ։ Դրա համար միշտ վերև հասնում է աղբը, քաքը, ինչ քակը հասնում է վերև, հասկանում եք։ Մենք չկարողացանք, մարդկությունը ընդհանրապես չկարողացավ ստեղծի մի այնպիսի մեխանիզմ, որ վերև բարձանա սերուցքը, բարձանա էլիտան։ Մենք միշտ վերև ենք գցում արտաթորանքը, միշտ։ Եվ այդ թաղապետ, քաղաքապետ, գողական լավ տղա, վատ տղա, դու աղբեր արա, դու տեսար ինչ ասիդ բան, կարա ինձ զզվելի եք բոլորդ։ Սարսափելի եք, եւ երբեք ինտելիգենտ նորմալ մարդը չի կարա դառնա հետո քաղաքապետ կամ թաղապետ կամ եսիմ կամ պրեզիդենտ կամ եսիմ ինչ կամ բացարձակ եզա ասենք ու գիտեք ինչ ոչ կոմպետենտ է եւ այդ ոչ կոմպետենտ ոչ պրոֆեսիոնալ անդաստիրակ անգրագետ մարդը բնականաբար իր շուրջը հավաքում է այտենց մարդիկ երբեք անգրագետ մարդը նա չի ուզում անգրագետ էս խոսք չունեմ ասենք խոսքը նա մասի չի ու լավ է գրում թե չէ անգրագետ անասուն էլի ոչ հասկացակ է չիմասն է խոսք ինքը երբեք չի հանդուրժի որ իր կողքին լինի բանի մած լինի գործից հասկացող իրան խորհուրդ տվող որև ինքը ճղճի մա ինքը վախենում է որ հանկարծ իր տեղը կգրավեն հասկանում եք մենք դա տեսնում ենք բոլոր մակարդակներում դպրոցի դասախոսներից բռնած բանից դիրեկտորներից բռնած մինչև վարչապետ մենք դա տեսնում ենք ամբողջ աշխարհով ենք տեսնում ճիշտ է կան պետություններ օրինակ նույն Ամերիկան հա որը որ արդեն ստեղծել է այդ մեխանիզմը դե ուզում է Տրամպը լինի ուզում է Մրամպը լինի ով ուզում է լինի այդ ատամնանիվները արդեն աշխատում են արդեն ոնց որ բանը հարմարեցված է արդեն ուրիշ ձև չի կարա աշխատի կան ինչ որ մեխանիզմներ հա կան բալասանվորման մեխանիզմ մեր մոտ դեռ չկա մենք նոր կազմակերպվող կազմավորվող հասարակություն ենք ու նոր պետություն ենք ու այս սենց մի հատ ինչ որ մի հատ վիճակ է նայում ես եւ հնարավոր էլ չի ես դա եմ դա հավուրը դա է հնարավոր էլ չի նորմալ ինտելիգենտ գրագետ ուսյալ մարդ բարձանա վերև դա հնարավոր չի ինչ գողական ինչ ախա գողական էլ չի ոչ գողեք ոչ բոզեք հայցը վատ է դա որ բոզը նայում ես բոզ ախպեր ինքը իրա բանով փող է աշխատում կարքին աղջիկա ինքը իրա ոռով է աշխատում դուք մեր ոռով եք աշխատում վատը դա է դուք մեր ոռով փող եք դուք ընդ նստած մեր ոռով փող եք աշխատում ներեցեք ոսկեղենիկ հայերնից համար դե ես պաշտոնյա չեմ ու չեմ էլ ձգտում ասենք պաշտոնյա դառնամ ես կարամ եմ դեն ժեխ էլի ոնց որ դուք եք ասում հա այ դա է ահավոր դա է սարսափելի այդ մեխանիզմը այտենց է աշխատում դա ես հասկացել եմ ինչի է դա այտենց եւ գիտեք ինչն է վատ մենք հիմա կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերների առաջ, շատ լուրջ։ Ես իմ անցյալ վիդեոյում էլ ասեցի, հա, որ կոպիտացած այսօր կանք վաղը չկանք, այդպես մի հատ վիճակ կա մեզ մոտ։ Եվ թշնամին ընդ է ատամները սրած, ռուսները ընդ է, թուրքերը ընդ է, ադրբեջանցին ընդ է, բան տենց, ու մենք ընկել ենք ինչ-որ մանկապարտեզը սխալ է սարքեք, ընկամ կթեքեմ յոգուրտը կլցնեմ երեսիդ դու եք գալիս մի յոգուրտ տխի ես լցի դու բիս վիրավորել ես արիստե քու տիրոջ մերը մակարդակ արա վիրավորել ա ձեզ ինչ որ բան արա պետություն եք ոչ բարով
Զանգեք ոստիկանություն, ոստիկանը գա, բան, տենց այդ մարդուն ձերբակալի կամ շտրաֆ գրի կամ ասի տղա ջան, քեզ տես բանարի, բան, չէ ոնց կլինի, դուք լավ տղա եք, դուք լավ տղա եք, դուք լավ տղուց բռնեք կծեցենք ապե։ Ես մի հատ էլ բան տեսա նոր, մի հատ ինտերվյու է տալ, մի հատ մարդ էր կապուտ պինջակով, չեմ հիշում ով էր։ Պատմում էր թե ինչ ա եղել, ոստիկանը դուռը բացում է, դուրս է գալի ասում է սիրելի լրագրողներ, խնդրում եմ ձեզ, եթե կարելի է այս ձեր հարցազրույցը կազմակերպվեք ներքևի հարգում։ Այս բանը ելքը մուտքը փակում եք, շուռ են գալի բոլորը։ Կներեք, հեսա էլի, հեսա պրծնում ենք, հեսա մենք պրծնում ենք, բան, հա։ Այս ոստիկանը պաուզա է տալի, ջալի ասում է, ես մի անգամ էլ եմ խնդրում ձեզ։ Եթե կարելի է, իջեք առաջի հարկ։ Հա, հեսա բաման, եթե երրորդ անգամ ասել, ապա քրֆելու են ոստիկանի։ Ժողովուրդ նորմալ պետությունում ելնելը ստեղ ելներ։ Այս ոստիկանը բան չեր անի, կզանգեր նարյադը կկանչեր, լրագրող, ինտերվյու տվող, բարեկամ, քերի, բաժանախ, սաղին կանդաներ կտար, քացուտակ կտաներ բանդ։ Հա, որև կասի ոստիկանի ատուտը չեն արել։ Դա դեմոկրատիկ պետությունում է այդպես, որովհետև պետություն հարգել կա։ Ոստիկանը պետություն է, ինքը այդ տղեն չէր, այդ տղեն կարող է պատահի էսի ով է, բայց ինքը բենա ոստիկան պետություն է եկել, պետության ներկայացուցիչը խնդրում է, դեռ խնդրանքով, ասում է, հելեք ռադներ այդ քաշեք ստեղից, այս պրախոդը պետք է բաց լինի, որովհետև ինձ համար պետությունը փողացա։ Հա, էսա տղա ջան, էսեք է արա, էսեք։ Համ այն ով որ պետության շահերից էր խոսում, այդտեղ այդ կայնած այդ ձյաձը, չգիտեմ ով էր։ Համ այն լրագրողները, որ միկրոֆոնը կողքել են ձյաձի բերան, ասում են խոսա։ Համ այն կողքի են բաները, ով լսում են, մեկը չասես լավ արա ոստիկանը բան ասում, տղա մի քիչ էսկում եք, որև դիշովկա եք արա սաղը, ջոգում եք։ Ձեզ պետություն չի հասնում։ Դուք ախոր եք, ախոր։ Եվ այդ ախորը լրագրողից բռնած վերջացած մինչև ազգային ժողով։ Եթե ազգային ժողովի նախագահան կարողանում է մարդու երեսին թքի, ով է այդ մարդ կարևոր չի, եւ հետո պատասխանատվություն չկրի։ Էլ ինչ եք ուզում։ Եթե վարչապետը կարող ասի կտամ կմցնեմ, պատը քանեմ, կանտիկ խփնեմ, դիակներդ քանեմ, բաման տան, ու հետո ասի ատելության մտնոլորտը մի տեսակ մեզ մոտ բանանում։ Լավ չի։ Զազրախոսում է ժողովուրդը իրար վրա։ Էլ ինչ եք ուզում ժողովուրդ դրանց, բա տես պետք է լինի, որովհետև էլիտան, այ այն տականքն է, այ բարձանում վերև, որովհետև այս հասարակությունում, այսօրվա դրությամբ, տենց է ամենայն դեպս։ Հնարավոր չի, որ նորմալ մարդը դառնա ղեկավար։ Ուզում է դալնի թաղապետ, ուզում է դալի, ով ուզում է լինի, հնարավոր չի։ Որովհետև ինչ որ մի եթե դու պրոֆեսիոնալ ես, ազնիվ ես, սկզբունքային ես, դու սկսում ես գնալ կարիերան սկսում աճել, բայց ինչ որ մի պերիոդ, ինչ որ մի մոմենտ կա, որ պետք է մի ստորություն, մի վատ բան, մի կեղտ, մի զզվելի բան անես, որ առաջ գնաս։ Ուրիշ վարիանտ չկա։ Հասկանում եք։ Եվ եթե դու իսկապես խիղճ ունես, դու ասում ես լավ ախպեր գործ չունեմ, հա, ու դուրս ես գալիս։ Հասկանում եք։ Այ ոնց որ դուրս եկավ, ասենք Եղիշե Կիրակոսյանի խումբը, ասացալ ախպեր գործ չունեք, ինստանտ ինչ քալքալատանք։ Կարար չէ մնար, կարար քալատ արևան մի բանա բլեզուն կողեր մի տեղ է, հետո դառնար նախարար, հետո բան տենց գնա, որև պրոֆեսիոնալ, բայց չի կա, այն մարդը որ պրոֆեսիոնալ խիղճ ունի, այն որ նորմալ դաստիարակություն է ստացել, ով որ նորմալ ծնողներ ունի, կրթություն ունի ու խիղճ ունի, ինքը չի կարող առաջ գնա։ Մենք այդպիսի սիստեմում մեջ ենք։ Այդ դա բնորոշ է նոր կազմավորվող երկրներին։ Ուղղակի մեզ մոտ, եթե մենք այդ թշնամիները չունենայինք այդ անասունների մեր կողքին, ես դան օքեյ կնայի, որև դա էվոլյուցիոն շրջան է, էվոլյուցիա է, դա տենց է։ Կամաց, ասենք հետո մի 100 տարի հետո կլինի, բայց երբ որ դու գիտես, որ թշնամին կանգնած է ու սպասում է աշխարհում մի բան փոխվի, որ հերը տանեցի, իսկ դու մանկապարտեզի, ասֆալտի, բանի պատճառով տալիս իրար սպանում եք, դա նորմալ չի, եւ դա շատ վտանգավոր է։ Եվ դրա համար նորմալ մարդիկ, որոնք որ չեն կարողանում ապահովել կարիերայի աճ, դաստիարակել դրանց երեխեքին,
նորմալ ուսում ստանալ, նորմալ աշխատավարձ եւ թոշակել գնում են երկրից, հասկանում եք, որպեսզի են գնեն մի հատ ինչ նորմալ համակարգի մեջ ու նորմալ ապրեն։ Անասունների հետ չապրեն, հասկանում եք։ Դա է խնդիրը։ Ես իբր չեմ ուզում խրատներ տամ, ժողովուրդ ջան, միավորվեք, չէ, սիրեք, միմյանցս եւ զբանս հանճարոյ, հնարավոր չի, ժողովուրդ ջան։ Հնարավոր չի։ Ինքս դες գիտեք, հավատացյալ չեմ, սնահավատ չեմ, բայց երանի եմ տալի, որ աշխարհում ինչ-որ բան չտա, ինչ-որ բան փոխվի, այս մի 50-100 տարի մեզ ձեռ չտան, չսպանեն, որ էվոլյուցիոն կամած փոխվենք։ Մի բան էլ ասեմ։ Տեսեք, այդ կարիերայի աճի մասին, հա, մտածել եմ ասես մի հատ բան։ Տեսեք, մարդ աճելու համար, հա, պետք է լինի պրոֆեսիոնալ, պետք է լինի ազնիվ, պետք է լինի լավ եւ այլ եւ այլ։ Ինչ որ այդ մի պերիոդը։ Գիտեք, երբ որ մենք մարդանման կապիկներ էինք, այսինքն վերցնենք 30, 40, 50 հազար տարի առաջ, կապիկներ չենք, բայց հոմո սապիենսներ ենք, հա։ Այն ժամանակ այդքան բանը հերիք էր, որ դու քո ցեղը լավ պահեիր։ Այն հմտությունները, որ մարդ ունի այսօր, գոնե մի քիչ առաջ քայլելու կրթություն, հա, նորմալ ինչ որ տենց մի քիչ ուղեղ, մի քիչ բան, դա բավական է, բայց հիմա արդեն բավական չի։ Հիմա պետքա շատ ավելի իմանաս, շատ ավելի կարողություններ ունենաս, հասկանում ես, որ առաջ գնաս։ Իսկ այդ շատ ավելի ունենալու առաջ գնալը արդեն չի ստացվում, որովհետև դու ստոր չես, որովհետև դու վատը չես, դու դաստիարակված նորմալ մարդ ես։ Այդ էլ է շատ հետաքրքիր, ման կարելի է մտորել այդ թեմայով, ժողովուրդ ջան։ Եվ մենք գնում ենք բոլորս այն նրանց հետևից, ով որ մեզ առաջարկում է շատ հեշտ լուծումներ։ Դա լրիվ ուրիշ թեմա է, այդ ուրիշ թեմայի շուրջ մենք հենց կխոսենք։ Եվ այդ բոլոր թաղապետ, մաղապետ, այդ սաղ այդ աղբը որ կա, ասենք նույնը Լեննականի քաղաքապետը, տեսակ եւ ոնց գնաց ժողովուրդի իր հետևից։ Հեշտ լուծումներ տվեց։ Ասեց, դե ինչ ա, կվերենք, թե գործարենք սարքենք, տրանսպորտի կշինենք, բան կենենք, ջուրը կենենք, սիկ կենենք, լավ է, ժողովուրդը մի անգամից գնա այդ, մոռացավ ինչ հարը, ինչ է թքած ունի, որը մարդու ուղեղը տենց է կարող, ինքը հեշտ լուծումների հետևից է գնում։ Տենց է։ Ուղղակի կիրթ մարդը դա հասկանում է։ Կիրթ մարդը հասկանում է, որ այս գիրքը միգուցե դժվար է կարդալ, բայց պետք է կարդալ, ուզած չուզած, որովհետև դա գիտելիք կա։ Կիրթ մարդը հասկանում է, որ բարդ է սովորել, բարդ է մտածել, բայց մտածում է։ Այ մենք դες մտածող մարդիկ շատ քիչ ունենք։ Դրա համար այդ շիմպանզեի նման կարող ենք առնենք մեկին, ասենք փռենք, ծեծենք, սպանենք, բաման, տենց ուտենք, այլ դու վատ տղա ես, սրախի դու ես լավ տղա։ Հա, մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան, ինչ որ մի տենց ցուցակ է, զուգակիլը ինչ որ մարդկանց նկարներ են, ու ես էլ կամ ամենավերջում։ Այդ ես ոնց հասկացա արևմտամետ ինչ որ տենց քաղաքական գործիչների, վերլուծաբանների եւ լրագրողների նկարներ կան, ու ես էլ կամ, ես չգիտեմ դա ով է հրատարակել։ Բայց ես խնդրում եմ, ժողովուրդ ջան, ինձ դրեք, հա, ու հետո ըստ երևույթին դա դրա համար է արված, որ ճանաչեք ձեր ժողովրդի թշնամիներին, հեսա որ իշխանությունը փոխվի, ցանց հեր անիծելու ենք։ Ըստ երևույթի դրա համար է դա տպված։ Չգիտեմ, ով է տպե ինչ արել, ինձ ուղարկել են, նայել եմ, բայց մեկը չխորացա ինչ էր։ Ուրեմն, հա, դուք մարդ եք արա։ Ես 30 տարի ես դերասան եմ, բան եմ, հայտնի մարդ եմ, ով բան չեմ։ Ես չեմ ամենավերջում։ Ինձ դրեք սկզբում, խնդրում եմ։ Ես վիրավորված եմ, իսկ արտիստի շատ շուտ է, շատ հեշտ է վիրավորել։ Այդ ձեր այդ ցուցակը բանը որ կա, դրեք ամենասկզբից ինձ, որովհետև մի քիչ ես վատ զգաց, ես միշտ սովոր եմ առաջինը լինել, դա ինչ խուլիգանություն է։ Հա։ Էտերոտ ես, մի հատ ինձ կուղարկեք, էլի մի հատ ես խնդրում եմ կոմենտներում ասեք, հա, այդ ինչ ցուցակա որ տենց նկարները կան, այնտեղ ոնց հասկացա, բոլոր նրանք են ովքեր որ կոպիտ ասած տենց Ռուսաստանին առանձնապես չեն համակրում, այսպես ասեմ, հա։ Լավ, ժողովուրդ ջան, հենց այդքան է, չերկարացնեմ, երկար թեմա, երկար կարելի է խոսել, մյուս անգամ երևի մի քիչ ավելի կծավալվեմ այդ թեմայով, որովհետև շատ հետաքրքիր է, թե ինչի է աղբը բարձրանում վերև մեզ մոտ։
Դուք չմոռանաք, որ ամսի 18-ին գաք ներկայացմանը, իդեպ դա վերջի ներկայացումն է, ես այնուհետև գալիս եմ Հայաստան, որ Հայաստանում խաղամ այդ ամեն ինչը, Տոմսը էտիկետ միկետում է, ամեցեք, այն ինչ պետք է ասեի, գրանցվեք Ալիքից, հենց մա լայք դրեք, հենց մա լայք դրեք, Ալիքից գրանցվեք, դե այդքան բան կհանդիպենք, կնոպկեն է գտնենք, կնոպկեն,